Երեկ տեղի ունեցավ դերասանուհի Ռոզա Դավթյանի հեքիաթային հարսանիքը։ Ռոզա Դավթյանը վերջին զանգը հեռուստասերիալի առանցքային դերասանուհիներից է։ Նրա կերպարը շատ կարճ ժամանակում դարձավ սիրված և մտերիմ հեռուստադիտողի համար։ Ռոզան մարմնավորել է ուժեղ, նուրբ, զգացմունքային մի կերպար, որի միջոցով էկրանից փոխանցվել է սեր, ազնվություն և հույս։ Վերջերս դերասանուհու անձնական կյանքում տեղի ունեցած գեղեցիկ փոփոխությունները նրա հարսանիքը բնականաբար նոր փուլ են բացում նրա կյանքի պատմության մեջ։ Սակայն չնայած այս կարևոր իրադարձությանը, հեռուստադիտողները մեծ հույսեր են կապում, որ Ռոզան չի լքի նախագիծը և կշարունակի իր ներկայությամբ ավելի գունավորել սերիալը։ Նրա խաղը, նրբությունը, զգացմունքայնությունը և անկեղծությունը վերջին զանգը հեռուստասերիալում ստեղծել են մի այնպիսի միջավայր, որ Ռոզայի բացակայությունն անթաքույց կզգացվի։ Հեռուստադիտողները սիրում են նրան ոչ միայն նրա դերասանական տաղանդի, այլև անկեղծության, ջերմության և կերպարի մեջ ապրելու կարողության համար։ Այս փուլում դեռ պաշտոնական տեղեկություն չկա՝ շարունակելու է նա նկարահանումները, թե ոչ, սակայն վստահ կարելի է ասել, որ Ռոզա Դավթյանն այսօր սերիալի անբաժան մասն է։ Նրա կերպարը դարձել է պատմության սիրված առանցքը, իսկ նրա յուրաքանչյուր տեսարան սպասված ու սրտի մոտ ընդունված։ Համացանցում և սոցիալական ցանցերում բազմաթիվ երկրպագուներ իրենց ջերմ բարեմաղթանքներն են հղում դերասանուհուն, նշելով, որ շատ կցանկանային դեռ երկար տեսնել նրան սերիալի հաջորդ սերիաներում։ Անկախ նրա որոշումից, Ռոզա Դավթյանն արդեն թողել է իր ամուր հետքը վերջին զանգը սերիալի պատմության մեջ։ Նրա կերպարը կմնա որպես ուժի, սիրո, նրբության և հավատարմության խորհրդանիշ, իսկ հեռուստադիտողները սպասելու են նրա նոր հաջողություններին թե էկրանին, թե կյանքում։ Վերջին օրերում, երբ հայտնի դարձավ, որ Ռոզա Դավթյանն ամուսնանում է, ակտիվորեն քննարկվում է նրա հետագա գործունեությունը վերջին զանգը հեռուստասերիալում։ Նման ենթադրությունների և անհանգստությունների հիմքում ընկած է մի կարևոր փաստ՝ դերասանուհու ամուսինը բնակվում է Ռուսաստանում։ Հարցը շատերի մտքում է ծագել՝ արդյոք Ռոզան հարսանիքից հետո կհեռանա Հայաստանից ընտանիքին միանալու, թե ոչ։ Չէ՞ որ ընտանիքի կայունությունն ու միասին լինելու ցանկությունը յուրաքանչյուր նորապսակ զույգի համար առաջնային կարևորություն է։ Ռոզա Դավթյանն իր դերակատարումով դարձել է վերջին զանգի առանցքային դեմքերից մեկը։ Նրա կերպարը, նուրբ խաղը, խորը զգացմունքներով լցված ներկայությունը, որը սերիալն ավելի սիրված են դարձրել։ Դեռ պաշտոնապես որևէ հայտարարություն չի հնչել դերասանուհու կամ նախագծի կողմից նրա հեռանալու կամ մնալու վերաբերյալ, սակայն այն, որ Ռոզայի անձնական կյանքում նոր էջ է բացվել, ենթադրությունների և վախերի տեղիք է տվել նրա երկրպագուների շրջանում։ Հեռուստադիտողներն, ովքեր Ռոզայի խաղի ամենաբնական երկրպագուներն են, հուսով են, որ դերասանուհին կգտնի այնպիսի լուծում, որ կկարողանա շարունակել իր ստեղծագործական ճանապարհը նաև Հայաստանում հանուն հանդիսատեսի, ով իրեն այդքան ջերմ ու սիրով է ընդունել։ Մյուս կողմից էլ շատերը հասկանում են, որ ընտանիքը և երջանկությունը կյանքի ամենագլխավոր արժեքներից են։ Եթե Ռոզան ընտրի ամուսնու կողքին ապրելու տարբերակը, ապա այդ որոշումը լիովին հասկանալի կլինի։ Անկասկած է, որ ինչպես էլ լինի, Ռոզա Դավթյանի ընտրությունը, նրա կերպարը կմնա անմոռանալի հայ հեռուստադիտողի սրտում։ Մարդիկ հիշելու են նրա կերպարների անկեղծությունը, հմայքն ու այն ջերմությունը, որ նա հասցրել է փոխանցել յուրաքանչյուրին էկրաններից այն կողմ։ Այսօր մնում է միայն սիրով սպասել պաշտոնական հայտարարություններին և հուսալ, որ ինչպիսի ճանապարհ էլ ընտրի Ռոզա Դավթյանը, նա կշարունակի իր ստեղծագործական վերելքը, ուր էլ որ լինի։ Գրեք, արդյոք դիտում եք վերջին զանգը հեռուստասերիալը և կցանկանաք, որպեսզի Ռոզա Դավթյանը շարունակի հեռուստասերիալում նկարահանվելը, և ինչ որոշում կկայացնի Դիանա Գրիգորյանը, եթե պարզվի, որ Ռոզա Դավթյանն այլևս չի կարողանա շարունակել վերջին զանգը հեռուստասերիալին իր հետագա նկարահանումները։ Արդյոք դերասանուհին, ինչպես նախորդ նախագծերից մեկում, կփոխարինվի մեկ ուրիշով, թե Ռոզա Դավթյանն այնուամենայնիվ կգտնի տարբերակ և կշարունակի իր նկարահանումները նախագծի շրջանակներում։ Հատկապես, որ սոցիալական ցանցերում կազմակերպված հարցուպատասխաններից մեկի ժամանակ դերասանուհին նշել էր, որ իր ընտրյալը ընդհանրապես դեմ չէ տարբեր նախագծերում նրա հանդես գալուն։
Դե ինչ, սպասենք պաշտոնական հայտարարության և հասկանանք՝ դերասանուհին կշարունակի նկարահանումները, թե ոչ, թե Դիանա Գրիգորյանը կորոշի նրան փոխարինել մեկ այլ սիրված դերասանուհու։ Սակայն Ռոզա Դավթյանը սիրված էր շատ հեռուստադիտողների կողմից, նրա հեռանալը հաստատ նախագծի ռեյտինգի վրա ազդելու է։ Դուք էլ եք այդ կարծիքին։ Գրեք ձեր կարծիքները, չմոռանաք նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Իսկ տեսանյութի մեկնաբանությունների դաշտում չմոռանաք գրել ձեր կարծիքը դերասանուհու խաղի, նրա կերպարի մասին և ինչ եք կարծում դերասանուհին կշարունակի նկարահանվել հեռուստասերիալում, թե կլքի նախագիծը։